Այս մի քանի շաբաթվա ընթացքում տենց բաժնետոմսերի գները եւ ինդեքսները ընկել են մոտավորապես 10%-ով եւ հարց կար ահնչի եւ տրվել է թե ինչ անենք այդ պարագայում, հա։ Դե մի քանի բան կարանք անենք։ Առաջինը այն է, որ գնենք ավելի շատ բաժնետոմսեր, որտեղ գները նույն բաժնետոմսի գին ավելի ցածր, ավելի շատ բաժնետոմս ձեռք բերենք։ Երկրորդը այն է, որ վաճառենք հիմա, սպասելիքով որ էլ ավելի շատ կընկնի ու էլ ավելի էժան կառնենք այդ նույն բաժնետոմսը, եւ երրորդը այն է, որ մենք անենք նույնը, ինչ որ արել ենք ամիսների ընթացքում, այսինքն ամեն ամիս կուտակենք, խնայենք եւ ներդրում անենք նույն բաների մեջ, բաժնետոմսերի կամ ինդեքսների մեջ։ Եկեք անցնենք այս 3 տարբերակով եւ տեսնենք որն է սովորաբար խորհուրդ տրվում։ Առաջինը այն էր, որ առնենք ավելի շատ, քանի որ գները ընկել են, դե գուցե, բայց երբեք չգիտես, երբ ինչքան կընկնեն այդ գները եւս, այսինքն ընկել են 10%-ով, գուցե 15 էլ 20 էլ ընկնեն, եւս դրա, երբ որ շատ ենք ներդրում անում այդ -10-ի վրա, երբ որ ընկնում է 10-15, արդեն շատ ենք ստրես սկսում տանել եւ բավականին կորուստները կուտակվում են եւ կարող է խնդիր լինի, որ սխալ անենք, որ վաճառենք այդ պարագայում, որտեղ արդեն մինուսները բավականին մեծ են։ Մյուս տարբերակը այն էր, որ լավ հիմա վաճառենք, որ եւս ընկնի ու ավելի շատ առնենք։ Դա էլ է մի քիչ դժվար, որտեղ երբեք չգիտես երբ է այդ կորը կտրվելու եւ սկսելու են գները բարձրանալ։ Շատ ժամանակ է եղել, որ չգիտեմ 120-ից իջել է 100, մենք վաճառում ենք սպասելիքով, որ 90-ում եւս ավելի շատ ձեռք բերենք, բայց այդ պարագայում երբեք չես կարող իմանալ, կարող է 110-ից միանգամից բարձրանա 110 ու 130, եւ այդ սխալը եւս շատ ժամանակ արվում է։ Ու երբ որ արդեն վաճառեցինք, հոգեբանորեն դժվար է նույն բանը, ինչը վաճառել ենք 100-ով, առնել 110-ով կամ 105-ով, հա։ Այդ սխալն էլ ենք սովորաբար անում։ Երրորդ տարբերակն է սովորաբար խորհուրդ տրվում, անենք այն ինչ որ արել ենք ժամանակի ընթացքում, այսինքն կարգապահորեն ըստ ռազմավարության, պորտֆելային, որ ամեն ամիս ձեռք ենք բերում բաժնետոմսեր եւ արժեթղթեր առհասարակ այն կտրվածքով, որ որոշել ենք եւ նպատակահարմարա, չգիտեմ, տարբեր ռազմավարությունից, մեր ռազմավարությունից ֆինանսական ելնելով, հա, այդ 100 միավորը ամեն ամիս բաշխում ենք տարբեր տեղեր եւ գնում ենք նաեւ բաժնետոմսեր ըստ դրա։ Դե հուսամ օգտագործելի էր, որտեվ բոլոր այլ դեպքերում, քանս այդ ռազմավարությունը պայելը, կարգապահությունը պայելը ենթադրում է, որ մենք ինչ-որ սպեկուլյացիայի վրա հիմնված քայլեր ենք անում, չգիտեմ, կանխատեսում ենք կամ փորձում ենք կանխատեսել տարբեր գործոններ, որոնք ինֆորմացիան շատ տարբեր կարող լինի, աշխարհակական, տնտեսական եւ այլն, հա։ Դե կապի մեջ եւ մինչ մյուս հանդիպում։